տեղեկության մասին, ձեր լռությունից, այսպես ասած, օգտվելով հաճախ ձեզ կապում են այս եւ այլ անձանց հետ։ Հիմա հերթականը, երևի դուք էլ եք ընթերցել, ասում են Արմեն Աբազյանի հետ առնչակցություն ունեք եւ կբացատրեք, կպարզաբանեք, ուղղորդում են ձեզ Աբազյանենք թե ոչ։ Միայն նախկինի հետ կապ չունի։ Ուրեմն պարոն Աբազյանի հետ, ինչպես տեղյակ եք, ես երկար տարիներ ազգային անվտանգության համակարգում եմ աշխատել եւ մենք ծանոթ ենք եւ գործընկերային հարաբերություններ է, բացի դրանից այդ հարաբերությունները ուղղված են նաեւ մեր ժողովրդի որոշակի հարցերի լուծմանը, հաշվի առնելով, որ պարոն Աբազյանը հանդիսանում է գերիների, անհայտ կորածների այդ անձնաժողովի ղեկավարը։ Այսինքն միայն այդ շրջանակում է։ Այո, Այդ անունները հրապարակելու եք հիմնադրամից, ովքեր ինչ գումարներ են ստացել, ինչպես պահանջում էին նոր։ նայեք, մենք դեմ չենք որևիցե հրապարակումների։ Սա իր մեջ պարունակում է որոշակի գաղտնիք, նաև անձի անձնական տվյալների պաշտպանության հարց կա հարց, որ հարուցված է քրեական վարույթներ եւ այդ շրջանակներում տարվում է նախաքննություն։ Մենք չենք ուզում խանգարել այդ նախաքննությանը։ Մենք երկուշաբթի օրը ես հրավիրել եմ ակցիայի մասնակիցներին, իրենց կազմակերպիչներին հանդիպելու, քննարկելու բոլոր հարցերը, պատրաստ եմ կազմակերպել իրենց հանդիպումները ուժային կառույցների ներկայացուցիչների հետ, իրենք կստանան սպառիչ պատասխաններ եւ կներկայացնեն հանրությանը։ Եթե ուժային կառույցները Իդեմս դատախազության, քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի դեմ չեն լինի նման հրապարակումների, մենք պատրաստ ենք տրամադրել այդ տեղեկությունները, բացի դրանից հենց իրենք կարող են դա անել։ Սայանին դուք ասացիք, որ առանձնազրույց կունենաք իր հետ եւ ակնարկեցիք, որ որոշ մարդիկ էլ հենց այսօրվա ցույցից ունեն փող վերցրած, որոնք չեն տվել, շատ են այդ մարդիկ։ Գիտեք, մեր հասարակությունը շատ փոքր է։ Հարցը Բոլորը բոլորի մասին տեղյակ է եւ խոսել թալանի մասին, մանիպուլացնել ժողովրդին, կեղծ օրակարգ բերել, բայց հենց դու լինել այդպեսին, դա անընդունելի է մեր ժողովրդի համար եւ ես վստահ եմ, որ մեր հասարակությունը իր գնահատականը կտա նման մարդկանց։ Եթե պայքարը արդար է, ես պատրաստ եմ աջակցություն ցուցաբերել իրենց բոլոր իրենց նախաձեռնություններին։ Օպերայի Բաքուն տևական ժամանակի վրան են տեղադրել արցախցիները եւ սոցիալական խնդիրներ են վերհանում։ Կա կարծիք, որ ինքներդ դեմ եք, որ այդ պայքարը վերածվի քաղաքական կոնտեքստ ներմուծվի այդ պայքարի մեջ։ Ինչն է խնդիրը, դուք առհասարակ ինչու չեք այցելում վրան, ինչու եք ընդհանրապես լռում, ինչն է պատճառը, ինչից եք վախենում։ եւ մարդիկ Կան ներողություն, կա նախաձեռնու խումբ, դուք տեղյակ եք, որ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորհուրդ կա ստեղծված։ Ես այդ խորհրդի հետ պարբերաբար հանդիպումներ եմ ունենում, վերջի հանդիպումները երեք տեղի ունեցել։ Վրան եք գնացել դուք։ Ոչ, իրանք են գալիս։ Ինչու դուք չեք գնում, ինչու չեք միանում ակցիաներին, որոնք կազմակերպվում են Արցախում։ Ես խնդիր չունեմ, ներողություն։ Սամվել Բաբայանն չգնաց, նրանց ներկայացուցիչներից մի քանակի գնացել են։ Մենք պարբերաբար քննարկում ենք այդ հարցը, անհրաժեշտության դեպքում կգնանք։ Բայց ո՞րն է այդ անհրաժեշտություն, ինչ է նշանակում անհրաժեշտ։ Նաև խորհրդի կողմից Մեր այդպես։ առաջներից մեկը դուք պետք է գնաք։ Այ իհարկե, Դուք մենք որևիցե նախագահն եք Արցախում։ ներողություն, որևիցե խնդիր չունենք մեր ժողովրդի կողքը կանգնելու։ Մենք այդ հարցերը քննարկում ենք եւ այդ Մեծ հանրահավաքի նպատակառնությունից։ ժամանակ էլ մենք ձեզ չտեսանք, ինչու չեք մասնակցում Ինձ հանրահավաքներին։ տեսակ, բայց իմ բոլոր հարազատները ընտանիքի Լավ, դուք ինչու անձամբ չեք մասնակցում հանրահավաքներին, արցախցիների կազմակերպման։ Հանրահավաքին չմասնակցելը չի նշանակում չաջակցել։ Իշխանության կողմից ճնշումներ կան, պարոն Շահրամանյան։ Հարց եմ տվել։ Պարոն Շահրամանյան, իշխանության կողմից ճնշումներ կան։ Կոնկրետ հավաքին չգնալու։ Ուղիղ ձեր նկատմամբ։ Եթե բռնի տեղահանումից հետո մենք մինչև այսօր իշխանության ներկայացուցիչների հետ որևիցե առնչություն չունենք։ Եթե դուք դա համարում եք ճնշում, ուրեմն կա ճնշում։ Այսինքն ես գտնում եմ, որ մեր հետ պետք է հաշվի նստել բոլոր խնդիրները սոցիալական ունեն իրենց լուծումները եւ մենք պատրաստ ենք այդ լուծումների շրջանակներում նաեւ աջակցել Հայաստանի կառավարությանը եւ այսպիսի պահվածքը որ մենք զգում ենք մեզ օտար սա անթույլատրելի է։ Դա ճնշում չէ, դա արհամարանք է եւ ասենք օտարության զգացում է, բայց ուղիղ ձեր նկատմամբ ճնշում անձնական, չգիտեմ, ֆիզիկական, բարոյական, քաղաքական, նաեւ քրեական գործերի ենթատեքստով ճնշում կա, որից
դուք զգուշանում եք։ Ոչ, ես չեմ զգում այդ ճնշումները։ Պարոն Շահրամանյան, մինչ արցախցիները սկսում են ակտիվ գործողություններ իրականացնել, այս ֆոնին ատելության խոսք է տարածվում, բառակտում են հասարակությանը։ Ինչու են նման քաղաքականությամբ առաջնորդվում, վերջերս էլ Խաչատուր Սուքիասյանն էր հայտարարություններ տարածել արցախցիների նկատմամբ։ Ինչպես եք վերաբերում դրանց։ Մենք տեղեկատվական շտաբով հայտարարություն ենք տարածել այսօր, որով խիստ դատապարտել ենք նման հայտարարությունները եւ ազգային ժողովի նախագահի կողմից եւ Խաչատուր Սուքիասյանի կողմից։ Ես այսօր նաեւ ընդունել եմ զոհված զինծառայողների կողմից լիազորված ծնողին, որը ներկայացրել է մեզ այդ դժգոհությունները եւ նաեւ մեկ ժամ առաջ հրապարակվել է իրենց կողմից բաց նամակը ուղղված Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանին։ Ես հուսով եմ, որ Կամո Վարդանյանը սպառիչ պատասխան կտա։ Պարոն Շահրամանյան, Արցախում տեղի ունեցել բենզինի պայթյուն, բայց այդ տղաները ոչ զոհվածի կարգավիճակ ունեն, ոչ մի կարգավիճակ չունեն այս Ես հարցին։ տեղյակ եմ այդ խնդրից։ Պայթյունի հետևանքով 78 ուժային կառույցին զինծառայողները զոհվել են այդտեղ։ Մենք հենց հատուկ ենք շեշտում զոհվել են, որովհետև դա ագրեսիայի հետևանք է։ Եվ իրենք պետք է ստանան իրենց համապատասխան կարգավիճակը։ Մենք այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնում ենք, ես պարբերաբար հանդիպում եմ հարազատների հետ եւ քննարկում ենք հնարավոր լուծումներ։ 2 տարի արդեն պատասխան չկա։ Սա նաեւ պատասխանը պետք է ակնկալել Հայաստանի Պարոն կառավարությանը։ Շահրամանյան, ձեզ մեղադրում են Արցախի լուծարման հրամանագիրը ստորագրելու մեջ։ Կար այլ ընտրանք, դուք կարող եք դա չանել եւ որն էր դրա գինը։ Դուք հիմա որ sense նայում եք Արցախի հանրապետություն լուծարված է։ Ես ձեզ ուրիշ բան ասեմ, մենք